Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցելու եմ հետազոտող Սքոթ Ֆիշերի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Ֆիշեր, աշխարհում իսկ վերջին ժամանակահատվածում, մասնավորապես Հայաստանում, շատ ենք լսում հիբրիդային պատերազմների մասին։ Սովորաբար շատերս երբ լսում ենք հիբրիդային պատերազմ եզրույթը, դա ընկալում ենք կամ հասկանում ենք տեղեկատվական պատերազմ կամ քարոզչություն, բայց պարզ է, որ դա բաղադրիչներից մեկն է միայն։ Բացատրեք մեզ, խնդրում եմ, բուն էությունը հիբրիդային պատերազմների եւ ոնց են դրանք տարբերվում առհասարակ սովորական պատերազմներից եւ ինչու է հիմա ակտուալ դարձել դրա մասին այսքան բարձրաձայնելը։ Okay, and that's Շատ լավ։ Հայաստանը այս բան որևէ մեկի հետ պատերազմի մեջ չէ, բայց հիբրիդային պատերազմի մեջ է պոտենցիալ բոլորի հետ, այսինքն բոլորը փորձում են ձեր հասարակությունում ստեղծել խնդիրներ, կառավարության հետ փորձում են ստեղծել խնդիրներ, կարող են առանց իրական պատերազմի փորձել վնաս հասցնել հասարակությանը, ճնշում գործադրել, փորձել հասկանալ թույլ կողմերը, փորձել պատկերացնել թե ովքեր են ակտիվ ձեր տեղեկատվական միջավայրում եւ օրինակ ինչ օգուտ կքաղեն վնաս հասցնելով, չգիտեմ, ասենք հրթիռը կամ օրինակ ինքնաթիռը, որը կարող է ռմբակոծել, դա սովորական պատերազմ է, բայց մարդկանց հետ շփվելու ովքեր կարող են թուլացնել ձեր հասարակության հիմքերը, կառավարման հիմքերը, հիբրիդային պատերազմի նպատակը դա է, կլինի դա համացանցի միջոցով, ավանդական լրատվամիջոցների, հանդիպումների ու քննարկումների, բնակչության ինչ-որ խմբերի թիրախավորման միջոցով, նրանք ճանապարհներ են ցանկալի արդյունքի հասնելու, ինչ-որ արտաքին դերակատարների միջոցով։ Չափազանց դժվար է այստեղ դիմակայելը, պայքարելը, որովհետև երբ խոսքը կարգավորվող հրթիռի մասին է, գիտեք թե ով է ուղարկողը։ Հիբրիդային պատերազմի դեպքում չգիտես ով է հեղինակը հարձակման։ there's a return address. The problem with hybrid warfare is there's usually no return address. So who do you pursue? Who do you go after? Դուք երբ ասում եք Հայաստանը ճիշտ է պատերազմների մեջ չէ, բայց բոլորի հետ է հիբրիդային պատերազմի մեջ, դուք առհասարակ նկատի եք ունենում երկրների կառավարություններին, թե գուցե հասարակական, քաղաքական ավելի ներքևի շերտի հատվածին։ It could be both. And so Երկուսն էլ հնարավոր է։ Կարող են լինել որոշ կառավարություններ, որոշ կառավարությունների ինչ-որ հատվածներ, կարող են ցանկություն ունենալ, ինչ-որ ազդեցություն ունենալ Հայաստանի վրա։ Կարող է լինել, ասենք, քաղաքական տեխնացու, կարող է կապված լինել ինչ-որ համաձայնությունների հետ, օրինակ Ադրբեջանի Հայաստանի միջև կնքված։ Կարող է լինել կովկասյան երկիր, կարող է լինել Կովկասից դուրս երկիր, որին օրինակ դուրս չեն գալիս այդ համաձայնագրերը։ Այդ երկիրը չի կարող ուղիղ պատերազմի գնալ ձեր դեմ, բայց կարող է փորձել թուլացնել գործընթացները երկրի ներսում։ Այսինքն կարող է լինել առանձին երկիր, որը փորձի դա անել, կամ կարող է ստիպել այլ երկրի դա անել ձեր դեմ, կամ ինչ-որ մի խմբի կարող է ստիպել ինչ-որ բան անել, որը իրենց կարծիքով կօգնի իրենց ազգին, իրենց երկրին։ Կարող է լինել համադրում, ասենք մի երկիր կարող է վարձել, օրինակ, ինչ-որ վարձկանների կամ ինչ-որ ծառայություն տրամադրողի, որը որ կփորձի այդ նպատակին հասնել, ասել մենք կապ չունենք։ Այս կառույցն է։ Նրանք պետք է քննադատվեն, մեղադրվեն, երկիրը չի երևում։ blame the country is invisible. Դուք Հայաստանն արդյոք ձեր ուսումնասիրությունների առանցքումներ առել եք երբևէ թե ոչ եւ նախկինում արդյոք նմանատիպ ակտիվությամբ է մեր դեմ մղվել հիբրիդային պատերազմ թե ոչ։ Թե ներողություն դա տեղի է ունեցել ավելի շատ կամ ակտիվացել է ավելի շատ 2020 թվականի պատերազմից հետո։ Yes. Այո, միշտ վերուվար է, անընդհատ ընթանում է, երբեմն շատ ակտիվ է, երբեմն շատ пассив։ Ադրբեջանը կոնկրետ նպատակներ ուներ Հայաստանում, մինչև պատերազմի ընթացքում եւ հիմա ունի եւ հետո է ունենալու։ Այսինքն մի քանիսը լինելու են բացահայտ, տեսանելի, մի քանիսը դիվանագիտական լեզվով են հաղորդվելու, ներկայացվելու, այլոք, չգիտեմ, կարող են օրինակ ծառայեցվել Ադրբեջանի կառավարության շահերին, նպատակ ունենալով ինչ-որ ազդեցություն առաջացնել այստեղ եւ ձեռք բերել առավելություններ, ենթադրենք համաձայնագրի իրականացման ընթացքում կամ առաջարկվող սահմանադրական փոփոխությունների տեսանկյունից, այսինքն գիտենք, Ադրբեջանն անցյալում փորձել է հասնել ազդեցությունների, որ վնաս կբերեն Հայաստանին, կօգնեն Ադրբեջանին կամ երկուսը միասին։ Ռուսաստանը, գիտենք, չափազանց ակտիվ է եղել հայկական տեղեկատվական տիրույթում, ակնհայտորեն Ռուսաստանի հետ հակամարտություն չեք ունեցել, բայց Ռուսաստանը բավականին ակտիվ է եղել եւ Հայաստանը կարծես թե այս համաձայնագրերի մեծ կողմնակիցը չէ եւ կարող է փորձել ինչ-որ բան անել, թույլատնելու այս համաձայնագրի հիմքերը եւ օգուտ բերել Ռուսաստան։ Հետեւաբար հիբրիդային պատերազմի նպատակները դժվար է տեսնել։ Պետք է փորձեք հասկանալ ով է կանգնած այդ ամենի ետևում, ում է պետք դա։ Ինչպես կարող է դա նրան օգնել, ասենք Բրազիլիային։ Բրազիլիան չի հետաքրքրում
համաձայնագիրը Հայաստանի Ադրբեջանի միջև, չէ՞, որևէ օգուտ շահ չունեն։ Ռուսաստանն ունի, ԱՄՆ-ն, այլ երկրները ավելի մոտ են դառնում Հայաստանին եւ բնական է դա բացասաբար է դիտվում Ռուսաստանում։ Քիչ հավանականությամբ կհարձակվեն, բայց հիբրիդային պատերազմը հավանաբար լավագույն ձևն է նպատակներին հասնելու համար։ Այսինքն ավելի մեծ ռուսական ազդեցություն ունենալ կամ վերադարձնել այդ մեծ ազդեցությունը։ Which would be greater Russian influence, a return perhaps to greater Russian influence within Armenia. Այսինքն նախ պետք է հասկանալ, թե հիբրիդային պատերազմ մղողը ով է, հասկանալ շահերը, նոր դա կբացահայտի պատճառները ու նպատակները այս պարագայում։ And that's what I Եվ ես ֆորումի ժամանակ հենց դա էլ ներկայացրեցի Օրբելի ֆորումը իդեպ չափազանց հետաքրքիր։ Հարթակ ամբողջ աշխարհից մարդիկ կային Ռուսաստանից, Իրանից եւ առաջարկս հետեւյալն էր, որ Հայաստանը կարող է մշտად դիտարկել այս գործընթացները, կարող է ասել Ռուսաստանը փորձում է ինչ-որ բան անել մեր միջավայրում։ Ահա ապացույցը։ Ենթադրենք, չգիտեմ, սոցցանցերում ինչ-որ բան է հրապարակված, կարող տեսնել ով է հրապարակել։ Կարող եք ասել Բաքուն է դա անում, բայց եթե Երևանը բողոքը ներկայացնի Բաքվին, ինչ ուժգնություն կարող է ունենալ այդ գործընթացը, կամ նույնը եթե անի Ռուսաստանի հասցեին։ Ես համաժողովի ընթացքում 3 ասացի, որ պետք է ավելի մեծ խումբ այդ բողոքը ներկայացնի, ասենք Միացյալ Ազգերի կազմակերպությունը, ինչ որ երկրների խումբ, ասենք Հնդկաստան, Միացյալ Արաբական Էմիրատներ, կարող են թույլ տալ, օգնել, մշտად դիտարկել այդ միջավայրը Ադրբեջանում, Հայաստանում, Վրաստանում, բայց արտաքին մարմինը կարող է մշտად դիտարկել գործընթացը, հսկել այս գործընթացը, եւ այս դեպքում ոչ թե Երևանը բողոք է ներկայացնում Բաքվին կամ հակառակը, այլ ինչ որ արտաքին խումբ է, որը աշխատում է Միացյալ Ազգերի կազմակերպությունում կամ ավելի հզոր երկրների համար, կարող է ասել, ահա, տեսեք, տեսնում ենք, Ռուսաստանը, Ադրբեջանը, այլ երկրները այսպիսի պատմույթ խոսույթ են օգտագործում, սոցցանցային հարթակներ ու աղբյուրներ են օգտագործում, եւ այլն, դադարեցրեք, գիտենք, որ դուք եք, խնդրում ենք դադարեցնել։ Եվ սա երկու ազդեցության է բերում։ Մեկը, նախ եւ առաջ, մենք անունը տալիս ենք այդ երկրի եւ համապատասխանաբար նրան դնում ոչ հարմար վիճակի մեջ, մյուս կողմից շատ օգտակար է խոսել ներքին լսարանի հետ։ Ասել, գիտեք, երբ տեսնում եք այսպիսի հրապարակում, սոցցանցերում, պետք չէ անմիջապես եզրակացություններ անել։ Նախ մտածեք ով է օգտվում դրանից, ով ինչ շահ ունի այսպիսի հրապարակման մեջ։ Եվ այս կարող եք ինչ որ առումով պատվաստել, հա, պաշտպանել ձեր հասարակությանը այսպիսի փորձերից եւ միաժամանակ նաեւ օգտվել արտաքին աջակցությունից, որը թույլ կտա կրկին այդ երկրին ներկայացնել ամբողջ համաշխարհային հանրույթին եւ ասել տեսեք թե ինչ է անում այս երկիրը։ Ես իդեպ այս ամենին նայում եմ ոչ սեփական հետազոտական աշխատանքից, որոշ երկրներ հիանալիորեն այդ գործը արել են։ Ֆինլանդիան օրինակ լավագույնս պաշտպանվում է այսպիսի իրավիճակներից, որովհետեւ շարունակաբար ռուսական կողմից փորձեր են եղել հասարակության վրա ազդելու Ֆինլանդիայում։ Հետևաբար մանկապարտեզից սկսած, հա, տարրական կրթությունից սկսած, նաեւ համալսարաններում եւ դրանից հետո փորձում են պատվաստել իրենց բնակչությանը այսպիսի ուղերձներից, այսպիսի տեղեկություններից։ Այլ երկրներ այդքան լավ փորձ չեն ունեցել, նույն ԱՄՆ-ն ենթադրենք, բայց Ֆինլանդիան իսկապես շատ արդյունավետ կերպով պայքարում է դրա դեմ։ Եվ կային մարդիկ նաեւ համաժողովի ընթացքում, ովքեր ասում էին, որ պետք է հավաքվել եւ սկսել աշխատել։ It's just the need politically to gather those countries and start the work. Իսկ Հայաստանի պարագայում արդյոք կարող եք նման դիտարկում անել, որ այս հիբրիդային պատերազմներին կարողացել է ամեն դեպքում Հայաստանի կառավարությունը, Հայաստանի պետությունը դիմակայել, եւ արդյոք սա շատ մեծ սպառնալիք է մեր երկրի ինքնիշխանության, պետականության հետ կապված։ Բավականին մեծ վտանգ է, բայց այնքան մեծ է, որքան թույլ ես տալիս, որ նա լինի։ Այսինքն, որքանով ձեր հասարակության խմբերը պատրաստ են դիմակայելու, այնքան ավելի պաշտպանված ես։ Կրթական համակարգը, տեղական եւ համապետական իշխանական կառույցները պետք է այդ կարողությունը, այդ հզորությունը ունենան։ Անցյալում Հայաստանը բավականին դիմակայուն է եղել արտաքին ճնշումների տեսանկյունից, այսինքն բավականին լավ հիմք արդեն ունեք այդ պաշտպանությունը կառուցելու, բայց սպառնալիքը միշտ լինելու է եւ ինչքան ավելի սուր է, այսինքն ինչքան ավելի շատ են խոսում Ռուսաստանի ազդեցության մասին, այդքան ավելի մեծ հարձակումներ են լինելու Ռուսաստանի կողմից։ Այսօր կարելի է ասել դուք բավականին արդյունավետորեն պաշտպանվում եք, բայց այդ հարձակումները շատ ավելի ուժգին են լինելու։ The attacks may only get stronger and so you cannot give up. You have to get better. Իսկ ընդհանրապես ուսումնասիրել եք Հայաստանում հիբրիդային պատերազմների համատեքստը, հատկապես որ հարցերի շուրջ են դրանք կիրառվում։
And so the most vulnerable point. Ամենախոցելին Արցախն էր, Լեռնային Ղարաբաղը։ Դե նախ զուտ այն պատճառով, որ մոտ էր եւ հարուստ պատմություն կար, եւ այստեղ հիբրիդային պատերազմը կարելի ասել բավականին լավ աշխատել է։ Ի լրումն ավանդական պատերազմական գործողությունների։ Ամենաարդյունավետը դա է եղել եւ պարզապես ձեր թշնամիները գերհզոր են եղել։ Այստեղ ավելի շատ Հայաստանի հասարակությունն է որոշելու, թե որտեղ է պետք ամրապնդել կրթությունն ու իրազեկվածությունը, որ խմբերում հասարակության։ Միգուցե շատ կոպիտ կլիներ ասել կոնկրետ խմբերին պետք է վերապատրաստել, բայց դուք պետք է հասկանաք առաջին հերթին։ You internally should make a decision on which groups could most benefit from that and then try to assist those groups. Վերջին տարիներին Հայաստանում ակտիվացել են նաև կիբերհարձակումները պետական կայքերի վրա, լրատվամիջոցների, նաև բիզնեսների վրա, մասնավոր հատվածի եւ պետության ինչպիսի համագործակցություն պետք է լինի, որպեսզի կարողանան այս սպառնալիքներին դիմակայել կողմերը։ And then that's where it's very different. Շատ տարբեր են իրավիճակները։ Ավանդաբար անցյալում այդ թվում նաև ավանդական պատերազմական իրավիճակներում կառավարությունն էր ամենաուժեղ գործիչը այս տեսանկյունից, բայց կիբերպատերազմներն օգտագործում են քաղաքացիական ենթակառուցվածքն ու հարթակները եւ միգուցե կառավարությունը հսկողության լծակներ ունի դրանց նկատմամբ, բայց դրանք պատկանում են հանրույթին։ Հետեւաբար համագործակցություն պետք է այստեղ կներեք։ Եթե փորձենք իրավիճակին նայել, երբ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, առաջին հարձակումներից մեկը, ինչեւ ֆիզիկական ներխուժումը, ինչեւ փետրվարի 22 թվականի կիբերհարձակում էր։ Եվ այստեղ իհարկե աջակցություն տրամադրվել է Ուկրաինային ռուսական այս հարձակումներին դիմակայելու համար։ Եվ այդ աջակցության միջոցով, այդ թվում մասնավոր ոլորտին մասնակցությամբ, ռուսական հարձակումը զսպվել է ինչ-որ առումով։ Եվ այն տեղերում, որտեղ Ռուսաստանը հաջողել է, այդ հաջողության տևողությունը զգալիորեն կրճատվել է։ Մինչև այն պահ, երբ Ուկրաինան կարողացել է վերականգնվել։ Նույնն էլ վերաբերում է Հայաստանին, թե որքան Հայաստանը կարող է աշխատել տեղական խմբերի հետ, արտաքին խմբերի հետ, այնքան ավելի մեծ օգուտներ կբերեք եւ դիմակայունության պաշտպանության եւ հարձակումների զսպման տեսանկյունից եւ կկրճատեք որևէ հաջողության տևողությունը։ Reduce any offense and any offensive success, shorten the time for that. You'll be able to recover much more quickly. Տեղեկատվական պատերազմները այսօր ավելի շատ դարձել են տեխնոլոգիական, արհեստական բանականության օգտագործման բորտերի եւ նաեւ կեղծ տեղեկատվության միջոցով ոնց անել, որ պետությունների հիմնական խոցելիությունը տեղեկատվական դարում շատ քիչ լինի կամ նվազագույնի հասցվի։ And that is Դե ամեն երկիր հիմա փորձում է այդ հարցին պատասխան գտնել։ Արհեստական բանականությունը փոխում է իրավիճակը եւ գնալով ավելի հզոր է դարձնում այդ հարձակումները, կապ չունի որ երկրում ես գտնվում, կարող ես տեղեկատվական պատերազմ մեկնարկել պարզապես հրապարակումների միջոցով։ Ու նույնիսկ կարիքը չկա լեզու իմանալու, արհեստական բանականությունը կթարգմանի եւ մեկ ուղերձ չի արտադրում ու տարածում, հազարավոր ուղերձներ անմիջապես, ընդամենը մեկ հպումով եւ այդ հարձակումների տիրույթը, տարածվածությունը, գնունությունը միայն մեծանալու են։ Այսինքն ինչ որ առումով սա տեխնոլոգիաների պատերազմ է դառնում։ Եվ լավ նորությունն այստեղ այն է, որ Հայաստանը տեխնոլոգիապես բավականին զարգացած երկիր է։ Միշտ լավ ճարտարագետներ, կրթություն եւ շախմատ խաղացողներ եք ունեցել։ Այս ամենը ժամանակի ընթացքում վերածվում է տվյալների եւ տեխնոլոգիաների պատերազմի։ Եվ այստեղ կարելի ասել Հայաստանը բավականին լավ դիրքերից է խոսում, հաշվի առնելով իր կարողությունները, օրինակ համեմատած Ադրբեջանի կարողությունների հետ ներողություն։ Ձեր կարողությունները շատ ավելի մեծ են եւ այո, վտանգներ կան եւ սա բավականին հզոր գործընթաց է, տեսանելի, բայց դուք հայտնվել եք մի հարթակում, որտեղ ավելի մեծ հնարավորություններ ունեք։ Arena where you have more advantages than some of your adversaries. Դե նույն ձեր ասած այդ տեխնոլոգիաները հաշվի առնելով, որ Հայաստանը թեկուզ եւ փոքր է, բայց տեխնոլոգիապես զարգացող երկրների շարքին է դասվում, բայց միևնույն ժամանակ մենք ունենք ռիսկեր տեղեկատվական անվտանգության տեսանկյունից եւ հաշվի առնելով նաեւ մեր աշխարհագրական դիրքը ու նաեւ տարածաշրջանային լարվածությունը, ոնց կարող ենք մենք մեզ դիրքավորել, որ ավելի քիչ կորուստներով դուրս գանք իրավիճակից։ And so it gets partly back to what I said. Վերադառնալով ասացիս, արդեն համագործակցելով միջազգային կազմակերպությունների գործընկերների հետ, քանզի այդ համագործակցությունը թույլ է տալիս ամրապնդել գոյություն ունեցողը, բազմապատկել կարողությունները գոյություն ունեցող գործընկերների հետ աշխատելով։ Եվ դա վստահաբար կօգնի, բայց միաժամանակ դուք լավագույնս գիտեք այն միջավայրը, որում հայտնվել եք, հիմնական խոցելիությունները, ուժեղ կողմերը, դուք շատ լավ պատկերացնում եք, որ ձեր թշնամիներն էլ ունեն թույլ կողմեր, որոշ թշնամիներ իդեպ ավտորիտար երկրներ են։
ավտորիտար երկրները պետք է վերահսկեն, ստիպված են վերահսկել իրենց տեղեկությունները, տեղեկատվությունը, թե Ռուսաստանը, Ադրբեջանը վերահսկողությունը կորցնեն իրենց տեղեկատվական միջավայրի նկատմամբ, դա ուղիղ սպառնալիք է իրենց իշխանություններին։ Ձեզ համար դա խնդիր չէ, դուք ժողովրդավարություն եք։ Ձեր տեղեկատվական միջավայրում տարբեր ձայներ են, որոնք մրցակցում են ամեն օր, անընդհատ։ Դուք լսում եք տարբեր ձայներ, ձեր մարդիկ լսում են տարբեր ձայներ, տարբեր կարծիքներ, դա թույլություն չէ, դա ուժեղ կողմ է։ Ձեր մրցակիցների մի մասը դրան սովոր չեն։ Նրանց ղեկավարությունը այս տեսանկյունից վախենում է։ Նրանք վախենում են, որ կկորցնեն իշխանությունը։ Նրանց վախեցնում է, որ նրանք տեղեկատվության հսկողությունը այլևս չեն կարողանա իրականացնել։ Եթե երկրում կոռուպցիա կա եւ այդ կոռուպցիայի մասին իշխանությունները գիտեն, նրանք հասկանում են, որ եթե կորցնեն հնարավորությունը տեղեկությունները հսկելու, ապա բոլորը հանկարծ հարց կբարձրացնեն երկրի կոռումպացված լինելու մասին։ Հայաստանը այդ խնդիրը չունի, քանի որ Հայաստանը ժողովրդավարություն է, տեխնոլոգիապես առաջատար երկիր է։ Այո, նոր դարաշրջանը մարտարավերներով լի է լինելու, բայց ամենայնտեպս դուք ունեք ուժեղ կողմեր, որ ձեր մրցակիցները չունեն, եւ այդ ուժեղ կողմերը զարգացնելով կարող եք դա վերածել առավելության։ Օրինակ, ունեք կոնկրետ ուղերձներ, որոնք թիրախավորում են կոնկրետ թշնամու։ Միաժամանակ ունեք նաեւ կիբեր կարողություններ, որոնք տեղեկատվական հսկողական լծակները կարող են ձեր թշնամու ձեռքի տակից տանել, եւ ձեր ուղերձները կհասնեն տեղ, անպատասխանաբար կհասնեն այնպիսի լսարանի, որը պետք է դա լսի։ Այս հսկողության կորուստը ձեր թշնամու համակարգում թույլ կտա այդ երկրում ձեր տված տեղեկությունները տարածել, բազմապատկել, ինչը ձեզ համար հսկայական առաջխաղացում կլինի։ Այսինքն դուք կարողանաք հասնել ազդեցության, այսինքն խնդիր կառաջացնեք թշնամի երկրում մի կողմից, մյուս կողմից կպատկերացնեք ինչպես է դա պետք անել եւ միաժամանակ զսպիչ գործողությունները կպատկերացնեք, եթե հակառակ գործընթացը տեղի ունենա, եթե ձեր թշնամին մոտենա սահմանին, ԱԹՍ-ներ ուղարկի եւ չպատժվի, ապա ինչ է նրանց զսպում, բայց եթե նրանք իմանան, որ եթե դա անեն հաջորդ օրը կամ մեկ ամիս անց նրանց տեղեկատվական միջավայրը լի կլինի մարդկանցով, ովքեր կասեն մեր երկրում կոռուպցիա է եւ մեր առաջատարները, մասնավորապես իշխող ընտանիքը կոռումպացված է, դա առաջացնում է զսպման էֆեկտ։ Ահա դրական էֆեկտը ձեր կարողությունների։ That may give them pause. That's deterrence. That's a positive effect from information warfare capabilities. Ընդհանրապես այս հիբրիդային պատերազմները շատ մեծ տոկոս ունեն հասարակական կարծիքի ձևավորման մեջ եւ արդյոք հասարակության մեդիագրագիտության մակարդակով է նաեւ պայմանավորված, որ դրանց հաջողությունը կարող է շատ բարձր լինել։ They can, to the former question, they can. Նախորդ հարցին այո, կարող են մեծ դեր խաղալ եւ դա կապված է ձեր երկրորդ հարցից, ինչքան ավելի գրագետ է հանրությունը լրատվությունից օգտվելու տեսանկյունից, ինչքան ավելի գրագետ է ձեր բնակչությունը, այնքան ավելի դիմակայուն այդ հարձակումներին, պատասխանաբար այդ հարձակումները շատ ավելի քիչ ազդեցություն կունենան։ Այսինքն ձեր ուժեղ կողմերը տեխնոլոգիաներն են, արդեն գոյություն ունեցող ժողովրդավարական բաց տեղեկատվական միջավայրն է, բայց ձեր թշնամիները ունեն թույլ կողմեր եւ այդ թույլ կողմերը կարող եք ուղիղ թիրախավորել ի արձագանք հիբրիդային պատերազմի։ Ցանկացած պատերազմի պես այն հաջողում է կամ ձախողում, բայց հավանականությունը հաջողելու աճում է ձեր բնակչության իրազեկվածության միջոցով։ Հաշվի առնելով, թե ձեր հասարակությունում ինչ խմբեր, ինչքան են համակրում կոնկրետ շահերի, կոնկրետ երկրների, բայց երբ նրանց իրազեկում ես, նրանց տալիս ես պաշտպանվելու հնարավորություն, պատվաստում ես կոպիտ ասած, եւ այդ դեպքում քո պաշտպանական գոտիները դառնում են շատ ավելի ամուր։ Եվ հիմա, եթե ձեր թշնամին հանկարծ փորձի հիբրիդային պատերազմի դիմել, դուք կարձագանքեք շատ ավելի համակողմանիորեն, այդ թվում բնակչության իրազեկվածությամբ, եւ կկարողանաք նաեւ իրենց լսարանին թիրախավորել, իրենց լսարանին։ Եվ այդ դեպքում արդեն կկարողանաք ցանկալի էֆեկտի հասնել, ոչ թե ցանկալի էֆեկտի, այլ պարզապես կզսպեք թշնամու հարձակումը։ May simply be deterring them from future attacks. Վերջին հարցը, եւ ոնց եք դուք պատկերացնում 5, 10 կամ 15 տարի հետո այս հիբրիդային պատերազմների բնույթը հաշվի առնելով, որ մենք հիմա տեխնոլոգիական դարում ենք ապրում, արհեստական բանականության պայմաններում։ They will be largely AI driven. Հիմնականում արհեստական բանականությամբ նախաձեռնված տվյալների պատերազմներ են լինելու։ Ով է ավելի արագ, դուք թե ձեր թշնամին։ Տվյալ հավաքագրելու, տվյալները վերլուծելու, ինչ որ օգտակար գործիք տվյալներից արտադրելու տեսանկյունից։ Ավելի արագ եք, կհաղթեք։ Նրանք են ավելի արագ, նրանք կհաղթեն։ Հետևաբար, այս ամենն ի վերջո հանգում է ձեր հասարակության պատրաստվածությանը, տեխնոլոգիաների ու տվյալների օգտագործման տեսանկյունից։ Հենց այդ մասին էլ խոսեցի եւ ասացի, որ այս նոր դարաշրջանը լի է մարտահրավերներով, այդ թվում հայերը պետք է կարողանան օգտվել տեխնոլոգիական կարողություններից։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ եմ. Thank you very much for having me. Զրուցակիցս հետազոտող Սքոթ Ֆիշերն էր։ Կհանդիպենք։